Բայց լեզուներով աղոթքի ժամանակ Աստծո հոգին ինքը երբեք չի սխալվում։ Դու չես կարա Սուրբ Հոգով աղոթքի մեջ սխալվես։ Հայերեն կարաս։ Եթե քեզ մի աղջիկա դուր եկել ասես Տեր Աստվածը նենց հրա թող Վարդուշիկը ինձ սիրի, դու կախարդության աղոթք ես անում։ Բայց եթե ասում ես Տեր Աստված, ես Վարդուշին շատ եմ հավանում, ուզում քո կամքը լինի, ու սկսում ես լեզուներով աղոթել, գիտեք ինչ է ալնում։ Սուրբ Հոգին հորն ասում է Վարդուշիկը իրանը չի, իրա սրտից հանի իրան, իր համար նարիններին եմ պատրաստել, իրա սրտից հանի, որ իզուր չտանջվի, Վարդուշիկը ուրիշի բաժինն է։ Ու մեկ էլ մի շաբաթ հետո տեսնում եմ Վարդուշիկին չի սիրում, արդեն նարինեի հետ նշանվում է։ Ինչ եղավ, լեզուներով աղոթեցիր, Տերը ճիշտ աղոթք հասցրեց երկինք, ճանապարհի խոչընդոտները, կեղծ առաջարկները քանդեց, փշրեց, հասար քո մուրազին, ասում է, հա հայերը։ Դրա համար շատ կարևոր է մարդը լեզուներով աղոթի։ Եթե մկրտված է